Ժողովուրդ բարև ձեզ։ Այս տեսանյութում ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչպես կարող եք 60 վայրկյանում պլյուս մինուս հասկանալ շուկայի ուղղությունը ու չօգտագործեք 10-30 հատ ինդիկատոր, որը որ ի վերջո ավելի շատ ձեզ խճճելու է, քան իրական ուղղությունն է ձեզ ցույց տալու։ Հետևաբար ինչ ենք անում։ Առաջի բանը, որ պետք է նայենք, այնա որ Global պատկերը, հա, big picture, դեպի վերև է շուկան, թե դեպի ներքև է, ինչ տրենդ ունենք, ուղղությունը տրենդի լավ, վերև է, ներքև է, թե ուղղակի ինչ-որ եսիմ ինչ է անում։ Որից հետո մենք պետք է հասկանանք մեր ամենաբարձր ու ցածր կետերը, հա, այսինքն այն զոնաները, որտեղ որ մեծ պոտենցիալ կա, որ ինքը ռեակցիա կարա տա։ Դրանից հետո մենք ինչ պետք է հասկանանք, պետք է հասկանանք, որ զոնայում է գտնվում շուկան, այսինքն գեր գնված, գեր վաճառված RSI միջոցով կարող եք նույնպես դիտարկել, միակ ինդիկատորն է, որ հիմնականում օգտագործում եմ։ Մեկ էլ հասկանանք, թե արդյոք մենք supply կամ demand զոնայում ենք գտնվում, առաջարկի պահանջարկի զոնաներում, եթե տեղյակ չեք, թե դա ինչ է, անվճար դասընթաց ունեմ, հենց այս ամենի շուրջ խոսում եմ, բավականին հետաքրքիր է ու դա նույնպես ձեզ կարող է օգնել, որ ավելի լավ պատկերացնեք շուկայի, ուրեմն ուղղությունը դեպի որտեղ կարա լինի, եւ ամենակարևոր կետն է, երբ որ արդեն ամբողջ պատկերը ունեք, թե որտեղ է գինը գտնվում։ Երբ որ մենք այս ամեն կտորը ունենք, մենք կարող ենք ռեալ հասկանալ ուղղությունը ոնց է ու չմոռանամ ասել, որ շուկայի կառուցվածքը, market structure-ը ձեզ շատ է օգնելու, որպեսզի հասկանաք այդ վերջի կտորը, թե ի վերջո վերև, թե ներքև եւ եկեք այստեղ օրինակ դիտարկենք, տեսնենք ինչ ունենք։ Ինչա մեզ շուկան հուշում, sense որ գլոբալ նայում ենք, որ ինքը դեպի ներքև է, ճիշտ է, այսինքն ներքև է իջնում, ընտիր։ Երկրորդ բանը, որ այստեղ նկատում ենք, այնա որ lower low, lower high անում, այսինքն market structure-ով ինքը իջնում է ներքև ու այս հատվածը ինքն ամբողջությամբ կարելի ասել internal հատված է, որտեղ որ գինը սպասվում է, որ այս կետից կամ վերև պետքա ջարդի, կամ ներքև պետքա իջնի, բայց հաշվի առնելով այն փաստը, որ մոտիկացնում ենք շուկան, տեսնում ենք նույնպես ինքը շարունակում է իջնել, ավելի փոքր պատկերով մենք ինչ ենք տեսնում, այստեղ որ շուկան այստեղ բարձրացող է, հա, բարձրանում է այսպես, market structure-ի հիմքով, այս sense անում, եւ պահա գալիս, որտեղ որ այստեղ ինքը չոչ անում, change of character-ը դա անվանվում, այսինքն փոփոխվում է տրենդի ուղղությունը ու երբ որ այս ամենը տեղի է ունենում, մենք արդեն հասկացել ենք ինչ տրենդի ուղղությունը եւ այլն, հասկացել ենք վերև ներքև զոնաները, այսինքն այս գլոբալ զոնաները ունենք, այս հատվածն է, ինչպես նաեւ այս հատվածն է։ Սա օրական գրաֆիկան է եւ այս մոմը, թե այս մոմը, թե այս մոմը, okay, թե նույնիսկ այս մոմերը, որը որ ինչ են հուշում են, որ այստեղ իջել է, փորձում է բարձրանալ, բայց ոչ մի ձևով չի կարողանում բարձրանալ, նորմալ մարմնով փակի դեպի վերև, ու երբ որ կարմիր մոմ ենք ունենում այսպես կամ այս մոմը ի վերջո գալիս է այստեղ եւս break of structure անում, մեզ մի բան է հուշում, որ արդեն գինը այստեղից իջնելու է այստեղ ու market structure-ի տեսանկյունից, որ sense բարձրացանք, իջանք, այստեղ չոչ տեղի ունեցավ, ինքը lower low նույնպես արդեն ձևավորվել է ուղղություն դեպի ներքև ու այստեղ պարզապես մենք շուկան տեսնում ենք ներքև իջնող։ Այստեղ ամենակարևոր բաներից մեկն այն է, որ մենք daily bias պետք է հասկանանք ու daily bias-ը հիմնականում super engulfing-ն է կամ մեզ ցույց տալիս, այն ինչը որ արդեն իսկ դուք կարող եք մտնել superengulfing.com/am, այնտեղ PDF ունեմ, մանրամասն բացատրում եմ ոնց աշխատում եւ այլն, ինքը շատ ուժեղ pattern է։ Այս պարագայում մենք ունենք ուղղակի daily bias, որը որ ասում է, որ նախորդ մոմից ավելի ներքև է փակել, այսինքն կլանել է ամբողջական մոմը, ինչպես նաեւ boss արել
միակ տրամաբանությունը այստեղ, որ կարա շուկան անի, այն է, որ պետքա իջնի։ Եթե մենք կուզենանք հավելյալ confluence կամ հաստատումներ ունենանք, կարող ենք նույնպես trend line-ել քաշենք, տեսնենք արդյոք ջարդել է թե չէ, ու այս ջարդը նույնպես մեզ հուշում է, այս ջարդը մեզ նույնպես հուշում է, որ դեպի ներքև է։ RSI-ի վերաբերյալ մենք կարող ենք այստեղ տեսնել, որ այս վերևի հատվածը, այսինքն այս հատվածը համապատասխանում է այս հատվածին, ու RSI-ը ասում է, որ գերգնված վիճակ է, հետևաբար պետքա իջնի ու դեռևս գերվաճառված զոնայում չենք, հետևաբար միակ բանը, որ ըստ տրամաբանության մենք կարանք դիտարկենք այն է, որ պետքա շուկան շարունակի ներքև իջնել եւ ինչպես տեսնում ենք, այստեղ մի փոքր բարձրանում է վերև ու ինքը շատ ուժեղ շարունակում է ներքև իջնել ու դա տրամաբանական այնքանով, որ մենք market structure-ի տեսանկյունից դիտարկել ենք այդ ամենը եւ այլն։ Իհարկե, այստեղ շատ ավելի նրբություններ կան, որտեղ որ հենց golden zone-ի վերաբերյալ է, հա, այսինքն Fibonacci-ով, RSI-ով ամեն ինչով մենք շատ ավելի վերևից կարող էինք անել, բայց ես ուզեցա ձեզ ցույց տամ մի հատ պրիմիտիվ, ուրեմն տարբերակ, թե դուք ոնց կարող եք այս ամենը դիտարկել։ Այսինքն նորից եմ կրկնում, մեծ գրաֆիկան եք նայում, market structure-ն եք նայում, հասկանում եք շուկայի կառուցվածքը թե ոնց է լինում, ու կառուցվածքով ու գլոբալ sense որ պատկերը տեսնում եք, արդեն ձեզ համար ավելի պարզ պետք է լինի։ Եթե կցանկանաք երկարաժամկետ արդեն դիտարկել 1 ամիս, 1 տարի եւ այլն, խորհուրդ կտամ, որ շաբաթական կամ ամսական market structure-ի հետ դուք գործ ունենաք, որովհետեւ իսկապես այն կարող է ձեզ հուշել երկարաժամկետ ուղղությունները, որը որ օրինակ այս շաբաթականով կամ ամսականով մենք երբ որ հոկտեմբեր ամիսը նոր սկսում էր կամ նոյեմբերը ինքը արդեն իսկ հուշում էր, որ իսկապես գալու է ներքև իջնի, թե ինչքան ներքև կարող է իջնել, դա շատ ուրեմն մակրոտնտեսական եւ գեոպոլիտիկական մեծ ներուժ է ուրեմն աշխատել, որպեսզի բիտքոյնը այսպես անկում ապրի, բայց անկախ ամեն ինչից մոմերը շատ բան են հուշում, թե շուկան որ ուղղությամբ է գնալու։ Ինչևէ, սա էր իմ տեսանյութը, թե ինչպես դուք կարող եք պատկերացնել շուկայի ուղղությունը, նորից եմ կրկնում, մեծ գրաֆիկան եք նայում, տրենդն եք նայում ու daily bias-ով եւ այլն, այս ամենը դուք կարող եք անվճար գտնել, ուրեմն ինտերնետով մեկ, YouTube-ով եւ այլն շատ կա։ Ես նույնպես անվճար դասընթացներ ունեմ, որտեղ որ ահագին ինֆորմացիա նույնպես տրամադրում եմ։ Եթե կցանկանաք super engulfing-ի վերաբերյալ իմանալ, թե ինչ pattern է, ինչպես եմ գտել ու ինչպես է աշխատում, նույնպես կարող եք մտնել այնտեղ։ Իսկ եթե ձեզ հետաքրքիր է իսկապես պրոֆեսիոնալ աչքերով կարողանաք դիտեք, տեսնեք, վերլուծեք շուկան, ապա 270,000 դրամանոց փաթեթը դեռևս գոյություն ունի, հասանելի է, հենց որ կարող եք օգտվել, այսքանը կհանդիպենք հաջորդին, հաջողություն։